Դուք անդադ ասում եք ժողովուրդը քվենտա, ժողովրդավարություն ընտրություն, իսկ հիմա 1998-ից մինչև 2008 ընտրություններին մասնակցած քաղաքացիների հոգեկաններ աշխարհում ամեն դեպքում մի բան կատարվում է, երբ որ լսում են Քոչարյանի թիմից կարևորում են իրենց քվետալու, չտալու բան, որտեղ այդ թվականներին գիտեն ինչպես են ընտրությունները եղել, ինչպես են լցոնումներ եղել, ինչպես են ծեծվել քաղաքացիները նախագահականի դիմաց, երբ որ հիմա երաբլուրում են ծեծվում, դա է տարբերությունը։ Այսինքն եթե հիմա ծեծվում են օքեյ է, ես օքեյ չեմ ասում։ Ես ասում եմ այս գույները փոխանակ դուք հիմա պարզաբան եք, ասեք ինչի են ծեծվել Քոչարյանի օրոք, ասում եք Փաշինյանի օրոք։ Ավարտեցիք հարցը։ Նախ Հայաստանում ընտրությունների կեղծման մասին, իսկ բացի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մի հատ միջազգային զեկույց տվեք։ Ասեք օրինակ տվեք ԵԽԽՎ-ին, տվեք որևէ բան, որ այս դիտորդական առաքելությունը միջազգային, որը ասել է Հայաստանում ընտրությունները կեղծված են, տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների վրա։ Ուրա մի հատ հղում կանեք, ես էլ կարդամ, ծանոթանամ եւ կարդամ, ծանոթանամ ու հասկանամ։ Տվել են այն նույն գնահատականները, ինչ որ տալիս են հիմա։ Մի քայլ առաջ էր, խախտումներ եղել են, բայց դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Մի վարքյան ես հարցին պատասխանեմ։ Մեր սահմանադրական դատարանը ասում էր, որ պետք է 1 տարի անց Քոչարյանի նախագահական ընտրություններից 1 տարի անց պետք է վստահության հանրաքվե արի եւ բանի տեղ չգրեցին։ Հիմա գամ դրանի։ Եթե նախկինում 2018-ից առաջ Հայաստանում եղել է որևէ արատավոր երևույթ, որևէ։ Եթե դա խախտում է քրեական օրենսգիրքը, հիմա մենք պիտի տեսնենք այդ մարդկանց նստած դատավճիռով նստած, ոչ թե հայտարարություններ։ Ես դուք եք պնդում անում հանցագործության մասին։ Ես նման պնդում չեմ անում։ Ես եթե պնդում անեի, ես դուք դժգոհ եք, որ Քոչարյանը հիմա նստած չի։ Ես նման պնդում չարեցի, նայեք ջան, դուք ասում եք եղել են հանցագործություններ, տենց վստահ դեմքի արտահայտության փաստով որպես։ Ես ասում եմ, եթե այդ փաստերը կան, պիտի հիմա եկվա իշխանությունը շատ շահագրգռված է, չէ՞։ Նախագահական դիմաց 2003-ին մարդ են ծեծել։ Այսինքն հիմա ինչ պիտի անեմ ես դրա հետ, եթե եղել է այդ դեպքը։ Ինչ հիմա նախագահը դրա համար պիտի նստի։ Եթե պիտի նստի, մեր քրեական օրենսգիրքը դա նախատեսում է, թող նստի, ով էր բանանում։ Հիմա իր նկատմամբ այդպիսի քրեական գործ կա։ Ես էլ խանգարում եմ, խոչընդոտում եմ արդարադատության կայացմանը։ Ես էլ դեմ խոչընդոտ, այսինքն հիմա ի՞նչն է ինձ ուղված կամ երկրորդ նախագահային ուղված հարցը։ Ասում եմ, եթե ձեր կողմից մեղադրանքներ կան, իշխանության ձեր կողմից, իշխանության կողմից, եթե մեղադրանքներ կան, մուրժնել է ձեռը իրենց, մեղնել է իրենց ձեռքը, բանով էր, SMS-ով էր, դատախազնել, դուք ինչու միկրոֆոն չունեք, սիրով ես ձեր հարցին կպատասխանեմ, կարիք չկա նկատի ունեմ մանթ։ Չէ նկատի ունեմ, որ լսենք իրար, հիմա դատախազնել Նիկոլ Փաշինյանի օգնականն է, ուզում եմ վստահ խնդիր չկա արդարադատություն իրականացնելու, եթե նախկինում որևէ օրենքի խախտում է եղել, այդ մարդիկ եկել են ամեն ինչը փոխելու, փոխվեց, եթե փաթեթավորումը հիմա փոխվել է, մենք ուզում ենք փաթեթավորումը փոխվի, կոռուպցիայի փաթեթավորումն է փոխվել, մի քիչ ավելի ցիվիլ է, հա լայվեր կան, Հայաստանի 30 տարվա պատմությունը, եթե ավելի կոնցեպտուալ եք ուզում, այո, զարգացման պատմություն է, 92-ին ավելի վատ է եղել, քան 93-ին, 94-ին ավելի վատ է եղել, քան 93-ին, 2017-ին ավելի լավ է եղել, քան 95-ին, 18-ին ավելի լավ է եղել, քան 17-ին, ու դա բնական զարգացման ճանապարհ է, այսինքն մենք համացանց ունենք, դա Նիկոլ Փաշինյանի շնորհքն է։ Չէ, պետությունը իր ճանապարհը գնալով անցնում է, կայանում է, եւ այդ ճանապարհը պետք է խթանել, ոչ թե պետք է արգելակել։ Ամբողջ հարցը դա է։ Հիմա եթե նախկինում հանցագործություններ են եղել, այս նախկիններն են արել եւ այլն, 8-րդ տարին է հավակնում են լինել ամենաշատ պաշտոնավարած իշխանությունը։ Ով պիտի պատժի։ Իրենք են հայտարարել այդ բոլոր հանցագործությունների մասին։ Ինչու չեն պատժի։ Այսինքն ես եւ դուք լրագրողներով պիտի նստենք հիմա ճապազրույցի ընթացքում ու այդ վերդիկները կայացնենք, հանցագործություն 25 տարի, ՑՄ, գնդակահարություն 36 տարի կամ մենք ենք այս ֆորմատով պիտի բանանենք։